Արի երեկո ժամը 20-ն է լրատվական կենտրոնն է շարունակում ազատության եթերը, օրվա մի քանի թեմաներ նախ վերնագրերով։ Վերջին մեկ շաբաթում երկրորդ վեճը ազգային ժողովում համեմված վիրավորանքներով ու հայհոյանքով, այս անգամ մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Օրալինում թեթև, օրալինում շատ են կրակում, բայց այս մի եկ օրա մի քիչ թեթև է։ Սահմանամերձ գյուղերում դարձյալ կրակոցների տակ են քնել, բայց Բաքուն Երևանին է մեղադրում։ Մեկ օր անց դեռ հայտնի չէ ինչպես է բանակում մահացու հոսանքահարվել զինվորը։ Այսօր երեխաներին չգիտեմ ովքեր են կազմակերպել։ Էրզավանի դպրոցում կրքերը չեն հանդարտվում, տնօրենի պաշտոնակատարը հեռացվել է աշխատանքից։ Առաջին անգամ հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահն ու Սիրիայի նոր առաջնորդը, Վաշինգտոնը վերացնում է պատժամիջոցները։ Վաղվա բանակցություններից ժամեր առաջ Պուտինը չի հստակեցնում, կնստի նույն սեղանի շուրջ Զելենսկու հետ։ Երևանը կրկին հերքում է Բաքվի հերթական մեղադրանքը, թե հայկական զինուժը Գորիսի ու Ճամբարակի դիրքերից կրակել է Ադրբեջանի ուղղությամբ, իրենք էլ պատասխան գործողություններ են ձեռնարկել։ Ադրբեջանի կրակահերթի մասին Հայաստանի ռազմական գերատեսչությունը չի հաղորդել, բայց Սյունիքի գյուղերում դրանք լսվել են։ Թեթև 10-ին։ Իսկ դրանից հետո չի շարունակվել, էլի տենց ուժգնությամբ վնասներ։ Չէ։ Վնաս բան չկա։ Չէ։ Երեք 10-ին են կրակել, 10-20-ի փոխարեն, 4-5-ը 4-5-ը մի քիչ շատ է եղել, 10-19-ը մի քիչ հեռվից է եղել։ Օրալինում թեթև, օրալինում շատ են կրակում, բայց այս մի եկ օրա մի քիչ թեթև է։ Մերոնք չեն անում, որ լարվածություն չլինի, կուլտուրություն չկա։ Կողմերի փոխադարձ մեղադրանքների ֆոնին Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆն ասել է, թե Ադրբեջանը եւ Հայաստանը շատ մոտ են հակամարտության վերջնական կարգավորմանը։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորություններ օրերս չէր բացառել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, շատ չանցած սակայն Բաքուն կրկին պնդել էր նախապայմանները լուծարել Մինսկի խումբն ու փոխել սահմանադրությունը։ Մենք ինչպես պատրաստ էինք վարկյան առաջ Դեպքից 1.5 օր անց դեռ հայտնի չէ ինչու է մահացու հոսանքահարվել զինվորը ժամկետային Կարեն Ավետիսյանը խաղաղ պայմաններում այս տարվա 7-րդ զոհն է, անցած տարի 36 զինվորական է մահացել ոչ հակառակորդի կրակոցից։ Դժբախտ դեպք տեղ ունեցավ։ Գյուղը քիչ է նայել ռայոնը։ Մեծ ցավ ապրում։ Արագածոտնի մարզի Վարդենուտի գյուղապետ Կամո Սահակյանն է պատմում, խոշորացված ողջ համայնքն է սգում 3 բանակում մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահը։ Պաշտոնական հաղորդագրությամբ 3 առավոտյան դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով է մահացել զինվորը։ Նա ընտանիքի միակ տղան էր, անչափահաս քույր ունի։ Ընդունել էր ֆիզկուլտ ինստիտուտ, մարզական լրագրող։ Ընդունելուց հետո գնաց բանակ Ույս դժվարությունը պատահեց։ Չափված, ձևած, խելացի, շնորհքով մարդիկ են աշխատող, ստեղծող, արարող։ Պաշտպանության նախարարությունը տարեսկզբից մինչև այսօր բանակում զինվորների մահվան 4 դեպքի մասին է հաղորդել։ Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին, այդ 4 դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սակայն ոչ թե 4, այլ 7 զինծառայողի մահվան մասին տվյալներ ունի։ Գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է, 7-ն էլ մահացել են խաղաղ պայմաններում։ 3 դեպքի մասին պաշտոնապես հաղորդագրություն չի տարածվել։ Մենք դրանց մասին իմացել ենք պաշտոնական կառույցներին հարցման արդյունքում։ Այդ 3 դեպքերից 2-ը առողջական խնդիրների հետևանքով են, 1 դեպքը ավտովթարի հետևանքով մահվան դեպք է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով նախորդ տարի 40 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Նրանցից միայն 4-ն են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել։ 36-ը մահացել են ոչ մարտական պայմաններում։ Թեև նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ ըստ իրավապաշտպանի
Հայաստանի բանակում մահվան դեպքերը նվազել են, այդուհանդերձ Մովսեսյանը համոզված է, ոչ կանոնադրական հարաբերությունները դեռ լուրջ խնդիր են մնում բանակում։ Շարունակվում են վատ վերաբերմունքի դեպքերը զինված ուժերում, որոնք հանգեցնում են ինքնասպանության կամ սպանության դեպքերի, կոնկրետ այս տարի 2 դեպքով ինքնասպանություն, մտահոգիչ եւ խնդրահարույց է հենց այդ փաստը, որ չեն նվազում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, այդ թվում նաեւ սպանություն եւ ինքնասպանություն որակված մահվան դեպքերը։ Իրավապաշտպաններից բացի 3 նաեւ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ազգային ժողովի ամբիոնից մտահոգիչ համարել խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Ցավոք պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական խաղաղ պայմաններում ունենալ զինված ուժերում մահվան դեպքեր, որոնք ունեն, ես վստահ եմ, խորքային պատճառներ, եւ այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ ոչ թե պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ նաեւ հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար, այդ թվում պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում։ Քննչական կոմիտեի հաղորդած զինծառայողների մահվան 4 դեպքից միայն մեկով կալանավորված կա։ Նա ժամկետային զինծառայող է։ Թե կոնկրետ որ դեպքի մասին է խոսքը, կոմիտեից չեն մանրամասնում։ Իրավապաշտպան Նազալի Մովսիսյանն ասում է, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները հիմնականում չեն ընդունում պաշտոնական վարկածները։ Նախկինում շատ ավելի հաճախ հանդիպող եւ ներկայումս որոշ դեպքերում նորից հանդիպող պրակտիկա է, երբ ծնողները համաձայն չեն ինքնասպանություն որակման հետ, պաշտոնեն, որ դեպքը տեղի ունեցել սպանության հետևանքով, իհարկե հիմնվելով այն ինֆորմացիայի դիտարայության ընթացքում ծառայողների հետ հարաբերությունների, վատ վերաբերմունքի դեպքերի, հիմնականում կասկածները առաջանում են դրանից։ Նախորդ տարվանից մենք ունենք 2 դեպք, որոնցով զբաղվում ենք։ Մեկ դեպքում է, որ զինծառայողի հարազատները ենթադրում են հավանական է, որ ինքնասպանություն է, սակայն այստեղ այլ հանգամանքներ կան, թե ինչն է դրդել զինծառայողին ինքնասպանության, որովհետև թե քրեական բարքերը, որոնք չեն վերանում զինված ուժերում, թե զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի սպառնալիքի դրսևորումները, բնականաբար սրանք այն հանգամանքներն են, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության եւ անհամաձայնությունը ծնողների սրա հետ է, որ զինված ուժերում չկա հստակ վերահսկողություն։ Ապագա սպորտային լրագրող Նստ Գյուղապետի օրինակելի վարք է դրսևորել ծառայության ընթացքում, բազմաթիվ պատվոգրեր ուներ։ Նրա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ խորհրդարանում քննարկումը վերածվում է վիրավորանքներով ու հայհոյանքով համեմված քաշքշոցի տեսարան, որ այս ազգային ժողովի համար սովորական դարձավ հենց առաջին օրերից։ Այս անգամ առանցքային դերակատարները երկրորդ նախագահի որդին Լևոն Քոչարյանն ու խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էին, դահլիճում էր մարդու իրավունքների պաշտպանը։ Մի քանի րոպե տևած այս դրվագի շուրջ էլ շարունակվեցին ամբողջ օրվա քննարկումները, մոռացած օրակարգը։ Հայհոյանք, քաշքշուկ, բղավոցներ ու փոխադարձ գորշ մեղադրանքներ ազգային ժողովում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի ու ընդդիմադիր Հայաստան խմբակցությունների մարտի 1-ի իրական մեղավորների փնտրտուքի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության Արցախը հանձնելու ու ապօրինի հարստանալու փոխադարձ մեղադրանքները այսօր հրմշտոցի պատճառ դարձան։ Հանգիստ Ամբողջ քառորիայի ընթացքում իշխանություն ընդդիմություն խայթոցների պակաս չզգացվեց։ Այսօր էլ իշխող ուժի падգամավոր Արուսակ Ջուլհակյանը թվարկեց Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքը, որը դատախազությունը որպես ապօրինի գույք վիճարկում է։ Ջուլհակյանը հորդորեց կոռուպցիայի մասին հարցերը հղել Ռոբերտ Քոչարյանի падգամավոր որդուն Լևոն Քոչարյանին։ Երեք ընդդիմադիրները տարբեր օղակներով գործող իշխանություններին վերագրվող կոռուպցիոն դրվագների մասին էին հարցեր տալիս։ Ձեր խոսքերը արժանահավատ չեն։ Գուցե նրանք փոքր-ինչ արժանահավատ լինեին, եթե գեթ մեկ անգամ դուք պտտվեիք եւ այս հատվածի վերջին շարքում նստող մեր հարգարժան գործընկերոջը, նույն ինքը սիրելի առաջնորդի որդուն ասեիք. Փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում 1 միլիարդ 74 միլիոն դրամ արժողությամբ ապահովագրական խոշոր բիզնեսի վերահսկող բաժնեմասի ձեռքբերող դառնալու արվեստը։ Լևոն Քոչարյանն արձագանքեց ու հայտարարեց, թե իրենց ընտանիքին պատկանող ամեն լումը հիմնավորված է։ Ընդդիմադիր падգամավորը իր ելույթում հիշեցրեց նաև անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպը։ Եթե նկատել եք, օրինակ,
Արդեն նա այդքան այդ ջղաձգումների մեջ չի հայտնում, երբ նրան անվանում են թուր կամ դավաճան, իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում է համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալել է։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Պատգամավոր Քոչարյանը նախագահների հետ բանավիճելու Փաշինյանի հրավերից էլ խոսեց ու պարզաբանեց, թե ինչու է հայրը մերժում այն։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու չի բանավիճելու, որովհետև ու դրանով ուզում է ցույց տալ, որ այ տեսեք, եթե չեն գալիս, ուրեմն ես ճիշտ եմ։ Այսինքն դուք լուրջ մտածում եք, որ օրինակ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա եւ բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախը ով է հանձնել։ Լավ, սա դուք լուրջ եք համարում։ Կամ այսինքն լուրջ մտածում եք, որ 30 տարի բոլորը բանակցում էին Արցախը տալու հետ կապված, բայց այ մենակ հանճարեղ Նիկոլ Փաշինյանն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք է անել այն, ինչ դուք արել եք, ճանաչել այն Ադրբեջանի կազմում։ Չլռեց ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու դարձյալ Ռոբերտ Քոչարյանին ու ընտանիքին հիշեց։ Այդ տղան էլ ես դու չապրետել դու ճանաչի, ալա այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում, արա Լևոն։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Հանգստացեք մի հատ։ Լռություն հարգելի գործընկերներ, լռություն դա ալիչում։ Ուրեմն ասում եք, թե մարդիկ ինչ են ասում, ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տես բան ստեղից չենք ասում։ Չենք ասում տես բան ստեղից, բայց ասում են, որ հայրը թուրք է, անունն էլ են ասում։ Ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են։ Հանգիստ նստելու հորդորներին ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը չընթարկվեց, սկսվեց հրմշտոց ու բղավոցներ։ Իրավիճակն այնքան թեժացավ, որ Լևոն Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց իր պապին թուրք ասողներին։ Բանը նախորդ անգամվա նման ձեռնամարտի չհասավ։ Փոխարենը ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը ներկա չէր միջադեպին, ավելի ուշ կրկին հիշեցրեց Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը, անդրադարձավ Քաշքշոցին եւ որակումներ տվեց։ Սա գիտեք ինձ ինչ հիշեցրեց, տենց արքետիպային հերոս կա է հայկական մշակույթի մեջ։ Կներեք արտահայտությանս համար Պորճի լակոտ։ Դա Գոր Վարդանի կինոներում, օրինակ, իմ շատ սիրելի։ Շատ հաճախ լինում է, որ ասենք մի հատ ինչ-որ օլիգարխի, հարուստի, ոչ այդքան լավ դաստիարակված որդի, ինքը համարում է, որ ինքը ամեն ինչից վեր է, գալիս բերանը շաղ է տալիս, հետո իր թիկնազորը սենց գալիս ու սկսում է պաշտպանել իրան, ուղղակի այս դեպքում, որպես թիկնազոր հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման Հայաստան խմբակցությունը։ Իշխանականներից Արսեն Թորոսյանն ավելի հեռու գնաց ու Լևոն Քոչարյանի հայհոյանքին ազգային ժողովի բարձր ամբիոնից հայհոյանքով պատասխանեց։ Ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերն էլ։ Իշխանության հողը ոտքերի տակից գնում է, իրենք դա քաջ գիտակցում են։ Հանդիմադիր Գեղամանուկյանի գնահատականն է իշխանության հայտարարություններին։ Մենք ենք քեզ երկրում ապրում, մենք ենք հողի վրա քայլում։ Ամեն քայլափոխ են հայոյանքը, որ իրենց տալիս են, հայոյանք են տալիս, ոչ թե քննադատում են, ոչ թե դատապարտում են, այլոց հասել է ատելության, որ չեն ուզում Նիկոլ Փաշինյան անունը լսել։ Միջադեպից հետո ընդդիմադիրները լքել էին նիստերի դահլիճը, իշխանության մյուս ներկայացուցիչների ելույթները նույն ոգով էին։ Լելեթեփեի օպերացիան տապալելու գործը դատարան է հասել, Մեղադրյալի աթոռին այժմ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի որդին է։ Ավելի վաղ այս գործով անցնում էր Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, բայց արդարացվեց։ Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև նախորդ շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց այս միջադեպից մեկ շաբաթ էլ չանցած դատախազությունը հաղորդեց։ Օհանյանի որդու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։
Գործն առնչվում է 44-օրյա պատերազմի դրվագներից մեկին, որը հայտնի է որպես Լելեթեփեի օպերացիա։ Առանցքային մեղադրյալը Սեյրան Օհանյանի որդի Արթուր Օհանյանն է։ Ըստ դատախազության պաշտպանության նախկին նախարարի որդին ձախողել է Լելեթեփե օպերացիան։ Գնդապետ Օհանյանին պատերազմի օրերին պաշտպանության բանակի հրամանատարը հանձնարարել է հարձակման անցնել Հորադիզի արևմտյան Եզրլեր Լյալյա Իլյագիի ուղղությամբ եւ վերականգնել ճեղքված բնագիծը։ Օհանյանը ըստ իրավապահների հակահարձակման ժամանակ չի պահպանել զինծառայության կարգը եւ հրաժարվել է կատարել զինվորական պարտականությունները։ Արթուր Օհանյանի կողմից մարտական գործողությունների վարման կարգը ճիշտ չկատարելու, վատ ղեկավարման, ենթակա ստորաբաժանումների միջև փոխգործակցություն չապահովելու, խախտված երթակարգի, ուժերի ու միջոցների անկանոն բաշխման, հակառակորդի հետ հանդիպելիս, ինչպես նաև մարտի ներգրավելուց հետո հետագա գործողությունների շրջանակը նախապես պլանավորած չլինելու հետևանքով նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները կարգադրությամբ սահմանված ելման շրջան են հասել եւ դեպի խնդրի կատարման վայր շարժվել, ինչպես նախանշված ժամի, այնպես ռազմական տեխնիկայի ու անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ, ձախողելով տրված մարտական առաջադրանքը։ Գնդապետի հայրը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր ասաց, ոչ միայն այս, այլ առհասարակ որևէ ռազմական օպերացիայի հրապարակային չի անդրադառնում, բայց եւ շեշտեց, իր որդին հրաման է կատարել։ Իմ որդին մասնակցել է այդ գործողություններին, որի ղեկավարումը ինքը չէ իրականացրել, ինքը պարզապես մասնակցել է այդ հարվածին, ղեկավարումը իրականացվում է, կարծեմ, պաշտպանության բանակի հրամանատարը։ 44-օրյա պատերազմի այդ փուլում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր։ Նա սակայն մոտ 1.5 տարի առաջ Լելեթեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով արդարացվել էր։ Պարզվել էր, որ Հարությունյանը չէ, որ տանուլ է տվել օպերացիան։ Սեյրան Օհանյանը այսօր խոսում էր առաջին հերթին ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատվության մասին։ Առաջին հերթին հենց վերևից պետք է սկսվի այն մակարդակից, որոնք որ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում են որոշումներ ընդունում եւ բանակին թիկունք կանգնում, բանակը համալրում, տարբեր տիպի համակողմանի ապահովման միջոցառումներ իրականացնում, նաեւ երկրի խորքում, որպեսզի բանակը կարողանա, ասենք, իր առջև դրված խնդիրը իրականացնի։ Ես նկատի ունեմ, դա կառավարությունն է, դա անվտանգության խորհուրդն է, դա օրենսդիր մարմինն է, դա գործադիրի բոլոր այն գերատեսչություններն են, ովքեր որ պաշտպանական քաղաքականության մեջ խնդիրներ ունեն։ Լելեթեփեն հետ գրավելու օպերացիային 2021-ին ազգային ժողովում անդրադարձել էր վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը չէր հերքել, որ ինքը մասնակցել է քննարկումներին, բայց բարձունքը հետ գրավելու հրահանգ պնդում էր, թե չի տվել։ Հիմա էլ ասում են բան։ Ես որոշում եմ կայացրել, որ Սերժ Սարգսյանը Լելեթեփեն հանձնել է։ Ես ասել եմ գնացեք գրավեք եւ այդ համատեքստում 700 զոհ ա եղել։ Կատարյալ անհեթեթություն։ Այդ օպերացիան առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկը ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումը իրականացրել է գեներալ։ Փաշինյանը այն ժամանակ մեղադրանքի սլաքներն ուղղում էր դեպի Ջալալ Հարությունյանը։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը 44-օրյա պատերազմից հետո լռություն է պահպանում, անարձագանք թողնելով պատերազմի պարտության հարցում զինվորականներին ուղղված իշխանականների տարատեսակ մեղադրանքները։ Նախկին բարձրաստիճան զինվորական Սեյրան Օհանյանը, որին Փաշինյանը անցած շաբաթ սպառնում էր ուղարկել ԱԱԾ պատվալ, այսօր պնդեց, իր որդու նկատմամբ տեղի ունեցողը նաև իրեն ճնշելու համար է արվում։ Իմ անձով պայմանավորված շատ բան եմ ես տեսնում, իհարկե տեսնում եմ, բայց ի տարբերություն, ասենք, շատ-շատերի, ի տարբերություն որոշների, ես այդ պատասխանատվությունից երբևիցե չեմ խուսափում։ Ինչպես տեսնում եք, ես նախկինում եղել եմ պաշտոնյա, հիմա գտնում եմ Հայաստանում, ինտենսիվ մասնակցում եմ տարբեր դատական պրոցեսների, հարցաքննությունների եւ երբևիցե չեմ խուսափում։ Ես եւ իմ որդին իմ հայրենիքից, մեր հայրենիքից ուրիշ տեղ գնալու տեղ չունեն։ Սեյրան Օհանյանի որդու Արթուր Օհանյանի խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքն է։
Սկանդալի կենտրոնում է ազգային արխիվը, պետական կառույցի մի շարք աշխատակիցներ ծանր մեղադրանքներով են անցնում լրտեսություն, դավաճանություն, Բաքվին տեղեկություններ փոխանցելը, ըստ որոշ աղբյուրների խոսքը վերաբերում է ժամանակին ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի մասին տվյալներին։ Արխիվի նախկին տնօրենը սակայն պնդում է, որ այնտեղ պետական գաղտնիք պարունակող որևէ փաստաթուղթ երբեք չի եղել։ Դավաճանության ու լրտեսության հոդվածով քրեական գործի շրջանակներում ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է։ Մանրամասներ դեռ իրավապահները չեն հաղորդում, բայց հայտնի է, որ մեղադրանքի հիմքում ադրբեջանցիներին արխիվից որոշ տեղեկատվություն փոխանցելն է եղել։ Երևանի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող այս շենքից ինչ տեղեկություն է փոխանցվել Ադրբեջան, ով է փոխանցել։ Փոխանցված նյութերն ինչպես կարող էին վնասել Հայաստանի Հանրապետությանը, գործը քննող քննչական կոմիտեն չի բացահայտում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ գործը հարուցվել է անցած ամիս, կամ մեկ մեղադրյալ, թե ով է նա չեն հայտնում։ Ազատության հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Տիգրան Գրիգորյանն ասաց, պաշտպանյալը մեղքը չի ընդունում, բայց ելնելով գործի հանգամանքներից ոչ նրա անունը հայտնեց, ոչ էլ մանրամասներ։ Կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին։ Չնայած իրավապահների ու փաստաբանների գաղտնապահությանը, Ազատությանը հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանից։ Նա հաստատեց, որ իր արդեն նախկին տեղակալն ու եւս 4 հոգի են հայտնվել քրեական գործի կիզակետում։ Ներկայիս ղեկավարությունն էլ չսպասելով քննության ավարտին, նրանց արդեն ազատել է աշխատանքից։ Դեպք նստ արխիվից 2020 թվականին հեռացած Վիրաբյանի իր պաշտոնավարման օրոք չի եղել։ Փորձված աշխատողներ, որ հիմա նրանց դուրս գալուց հետո էլ արխիվում փորձված աշխատող չկա։ Վիրաբյանը պնդում է, նրանցից եւ ոչ մեկը հանցագործություն չի արել, գաղտնի տեղեկատվություն չի տրամադրել հարևան երկրի ներկայացուցիչներին, քանի որ արխիվում գաղտնի տեղեկություններ չեն պահվում։ Արխիվը 17 տարի ղեկավարած Վիրաբյանի խոսքով ազգային արխիվում 19-րդ դարում Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ են միայն։ Դրանք բոլորը հրապարակված են գրքերով, օրինակ Կովկասյան օրացույց կա, Կովկասկի կալենդար, որտեղ գրված է գյուղը, ովքեր են ապրում մուսուլմաններ, հայեր, ռուսներ, մալականներ, բնակչության քանակ։ Ինտերնետում տեղադրված են 90-ական թվականներին Յուտայի մորմոնները նկարել են 17-րդ դարի բոլոր մարդհամարները եւ այսօր դրանք հասանելի են ինտերնետով։ Ըստ Վիրաբյանի արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում Ադրբեջանի քաղաքացու։ Այս պահանջը Եվրոպայի խորհրդինն է։ Գոյություն ունի Եվրոխորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարությունը արխիվի մատչելիության մասին, որով Եվրոխորհրդի բոլոր երկրների արխիվները մատչելի են բոլոր երկրների քաղաքացիների համար։ Վիրաբյանն ասաց, որ իր ղեկավարման տարիներին ուղիղ ադրբեջանցիներից դիմումներ չի ստացել։ Փոխարենը Կարմիր խաչի միջոցով 30 տարի առաջ Հայաստանում բնակված ադրբեջանցիներ են դիմել անձնական փաստաթղթերի համար, օրինակ թոշակի հետ կապված աշխատանքային գործունեության։ Այդ հետևողները, այդ ծայնագրություն լսողները, այդ բանանողները, գրագրություններին հետևողները տեղյակ չեն եղել այդ մասին։ Բազմամյա նախկին տնօրենը հարցնում է, իրավապահները չգիտեին, որ արխիվում գաղտնի նշումով փաստաթղթեր չկան, հույս ունի, որ այս գործը շուտ կհանգուցալուծվի, իսկ նախկին գործընկերներն էլ քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Այսօր երեխաներին չգիտեմ ովքեր են կազմակերպել։ Երզավանի դպրոցում գրքերը չեն հանդարտվում, տնօրենի պաշտոնակատարը հեռացվել է աշխատանքից։ Առաջին անգամ հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահն ու Սիրիայի նոր առաջնորդը, Վաշինգտոնը վերացնում է պատժամիջոցները։ Վաղվա բանակցություններից ժամեր առաջ Պուտինը չի հստակեցնում, կնստի նույն սեղանի շուրջ Զելենսկու հետ։ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ամբաստանյալ Արա Բադոյանն այսօր մեղավոր է ճանաչվել, դատապարտվելով 3.5 տարվա ազատազրկման գլխավոր դատախազությունը բողոքարկելու է վճիռը։ Բադոյանը մեղադրվում է նոյեմբերի 9-ի գիշերը զանգվածային անկարգություններին մասնակցելու, այն ժամանակ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հարվածներ հասցնելու համար։ Միջազգային լրահոսից Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններից մեկ օր առաջ Կրեմլը դեռ չի հայտնել կգնա արդյոք Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ բանակցելու։ Մոսկվան միայն պնդում է, թե բանակցություններին Պուտինի առաջարկը դեռ ուժի մեջ է, ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինացիներին։
Нет, в этом плане ничего не поменялось. Мы это сделаем. Մենք կհրապարակենք ռուսական պատվիրակության կազմը, երբ ստանանք նախագահի համապատասխան հրահանգը, դեռ նման հրահանգ չի եղել։ Пока таких указаний не было. Самый Путин в России все вызначает. Պուտինը Ռուսաստանում միակ մարդն է, որը որոշում է ամեն ինչ, ուստի նա է կարգավորելու հակամարտությունը, սա նրա պատերազմն է, հետևաբար բանակցությունները պետք է լինեն հենց նրա հետ։ Тому і перемовини мають бути з ним. Սաուդյան Արաբիայում այսօր առաջին անգամ հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ալ-Շարան։ Բանակցություններին ընթառաջ Սպիտակ տան ղեկավարը խոստացել էր նորեջ երկկողմ հարաբերություններում, տեղեկացնելով, որ չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները, մինչդեռ իսրայելական աղբյուրները հայտնում են, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն դաշնակից Թրամփին խնդրել է պահպանել Դամասկոսի նկատմամբ ճնշումները։ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում նաև հայտարարել է, թե ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն Թեհրանը պետք է այլևս չաջակցի ահաբեկչությանը եւ զերծ մնա միջուկային զենքի ստեղծումից։ Իրանի արտգործնախարարությունն այսօր հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ շարունակվում են միջուկային ծրագրի բանակցությունները։ Հայտնի իրավապաշտպան ընտրությունները դիտարկող Գոլս կազմակերպության ղեկավար հայազգի Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Մոսկվայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել անցանկալի կազմակերպության ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի հետ համագործակցության համար։ Հայաստան վերադառնանք Մերձավանի դպրոցում աղմկահարույց պատմության հետքերով։ Երեկվա տեսանյութից հետո, երբ տասնյակ աշակերտներ ու ծնողներ ուսուցչին մեղադրանքներ էին ուղղում, պահանջում հեռանալ, միջամտել է կրթության նախարարությունը, աշխատանքից ազատելով դպրոցի տնօրենի պաշտոնակատարին, բայց կրքերն ավելի են բորբոքվել, ուսուցիչը հեռանալ չի պատրաստվում։ Ամբողջ դպրոցով մեկ մանկավարժի դեմ։ Ծնողներն ու աշակերտները երեք ուղիղ եթերում տարբեր կողմերից շրջափակելով պատմության ուսուցչին, նրա հասցեին մեղադրանքների, կոպիտ արտահայտությունների ու վիրավորանքների այնպիսի տեղատարապ սկսեցին, որ կինը չկարողացավ արցունքները զսպել։ Աղմկահարույց միջադեպից մեկ օր անց միայն կրթության նախարարությունը խախտեց լրությունը, տեղեկացնելով, որ որոշել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացնել աշխատանքից։ Դատապարտելով տեղի ունեցածը գերատեսչությունն արձանագրում է, ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք է դրսևորվել։ Միշտ երեխաների հանդեպ սերը ինձ բերել է դպրոց։ Ես ոչ երեխա եմ խփում, ոչ երեխա եմ վիրավորում։ Ուղիղ եթերում վիրավորում էին շրջափակված Ռոզա Դավթյանին, նրան ինչի մեջ ասես չմեղադրելով։ Վարկը վատն է, դասապրոցեսը ճիշտ չի իրականացնում, դասի ժամանակ ծամոն է ծամում, երաժշտություն է միացնում եւ այսպես շարունակ։ 57-ամյա մանկավարժը համառորեն հերքում էր պնդումները, մյուս կողմերից սակայն շարունակվում էին բղավոցները։ Ծամոնը ունի հիգիենիկ նշանակություն, իմ կոկորդը ցավում է։ Գիտեք ինչ, գնացեք, ես հոգեկան չեմ, բայց ձեզ այ հենց հիմա դուք հոգեկան Քիչ անց միանում են նաև աշակերտները, փողոցային բառապաշար օգտագործելով, արայից մինչև հորեսարև։ Չափահասները ոչ միայն չեն սաստում, այլև ձայնակցում են։ Հորեսարև ասել ես ասում Եթե ինքը սուտ խոս, հələ մի րոպե։ Եթե ինքը սուտ խոսածող, սուս մնացեք։ Եթե ինքը ստող դասատուչներ, նոր չեր ասի, լավ եմ անում, բայց ես տես բան չեմ ասել։ Դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պահանջում են, որ 57-ամյա Ռոզա Դավթյանն այլևս չդասավանդի այս դպրոցում, պնդելով, թե նրա հետ աշխատել չեն կարողանում։ Ինքը դեկտեմբերից այստեղ աշխատանքի անցած ուսուցիչը իր հասցեին մեղադրանքները զրպարտություն է համարում։ Դպրոցից ուղիղ հեռարձակումն ավարտվում է, քիչ անց սոցցանցերը հեղեղվում են վրդովված մարդկանց գրառումներով, քննադատում են ուսուցչի հանդեպ այսպիսի պահվածքը։ Եվ թեմայի շուրջ զրուցելու ենք հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի հետ, շնորհակալություն։ Այս տեսանյութի մեկնաբանություններում որոշ ծնողներ գրում էին, որ սա մի առանձնապես արտասովոր տեսարան չէ հայաստանյան դպրոցներում, պարզապես առաջին անգամ է, կամ գուցե հազվադեպ, անգամներից է, որ այն հայտնվում է տեսախցիկների առջև, դուք համաձայն եք։ Ոչ, համաձայն չեմ, իհարկե վերապահումով վերաբերմունք ուսուցչի կերպարի, ուսուցչի գործունեության վերաբերյալ,
որը չի ձևավորվել մեկ օրում, այդ տարիների 25-30 տարվա անընդհատ քարոզված հագամշակույթի, այդ նույն ծնողների կրթական էական բացի արդյունքն է, այսինքն դպրոցը չի կարող լինել օազիս, մենք չենք կարող երեխեքին, շենքերի 6-7 հարգերում երեխեքը տեսնեն, թե ոնց են կլաբներ բացում ու այդ մասին առավոտ զիրգուն իմանան, չեն կարող տեսնել իրանց տներում, թե իրանց պապաները, մամաներին ոնց են արա աղջի ասում ու այդ միջավայրից դուրս գնալ դպրոց, սրբագործվել ու դուրս գալ։ Դպրոցը մեր հասարակական հանրային կյանքի բաղադրիչներից մեկն է, բայց այն ինչ կատարվում է այդ կյանքում ընդհանրապես եւ դպրոցում մասնավորապես, դա առանձին մշակութաբանական ֆենոմեն է եւ խորքային ուսումնասիրության կարիք ունի։ Ես ավելի շուտ նկատի ունեի ներողություն այս համայնքային, թող ներվեմ ձևակերպման համար այս ոհմակային հարձակման տեսարանը նկատի ունեի։ Մենք ունենք դեպքեր, երբ մեկ ուսուցիչը թիրախավորվում է, հատկապես կներեք բառի համար, եթե այդ ուսուցիչը սվոյ չի, այս պարագայում գործ ունենք ուսուցչի հետ, որը մերձավանից չէ, այսինքն Արմավիրից է գալիս այդ դպրոց, աշխատում եւ գնում, եւ այդ պարագայում այո կա ցավոք դեռևս կա այդ թաղային մտածողությունը, մայլա մտածողությունը, գյուղական մտածողությունը, իմը քոնը եւ այլն, բայց կոնկրետ այս դեպքում մերձավանի դեպքում խնդիրը լրիվ այլ տեղ է, ես հիմա չէի ուզի փակագծերը շատ բացել, որոշ մարդկանց մեղադրել, բայց հարգեղած դեպքում այդ փակագծերը կբացվեն, այս դեպքում ուսուցիչը շատ հեշտ, հարմար թիրախ է դարձել այն խմբերի համար, որոնք կազմակերպել են սա, եւ սա կազմակերպված է։ Ու թող որևէ մեկի մտքով չանցնի, ասել թե վա, երեխեք ինքնաբուխ էին, էս։ Ես շատ լավ գիտեմ ինչպես են ուսուցիչների դեմ կազմակերպում այդ ակցիաները, ինչպես են դրանք ուղղորդվում, դա կլինի տնօրեն, մի դեպքում կլինի տնօրենի ԺՊ, մյուս դեպքում կլինեն գոլեգաներ կամ փոխտնօրեն կամ մարզպետարան եւ այլն, սա միշտ եղել է ցավոք։ Այս արատավոր համակարգը միշտ եղել է, կա հիմա ստացել է լրիվ նաեւ այլ երանգներ եւ այսինքն որպեսզի ազատվեն ոչ յուրային գործընկերոջից։ Ոչ միայն ոչ յուրային գործընկերոջից։ Հիմա կարող է եւս պատմության մեջ բարձվի, որ ինչ որ երակոմ թունավոր սեր էր։ Ես ելի եմ ասում, չեմ բացի հիմա փակագծերը, բայց կարող է որ բարձվի, որ կարող է ԺՊ-ն ինչ-որ հարցեր փորձում լուծել, բայց նաև իր հարցերը լուծվեցի այն մարդկանց կողմից, որոնցից որևէ մեկն ուզում է հիմա դառնալ ԺՊ։ Այս դպրոցը 1 տարի արդեն չունի հիմնական տնօրեն, ինչ-որ փուլ այս դպրոցի հավակնորդների զարգացման ծրագրերը փորձարկումներ ենք նաև մենք։ Ու երբ որ դու տեքստը կարդում ես, դու շատ լավ գիտես, թե շատ լավ պատկերացնում ես, թե արդեն ինչ միջավայր է, ինչ է տեղի ունենում եւ այլն։ Հիմա այս պարագայում, լոջիկան այդ կողմից, այս պարագայում այն ինչ մենք տեսել ենք, երեխեքին է հանգիստ թողնենք, որ ներքաշել էին, ուսուցիչների բարեվարկության նորմերի կոպտագույն խախտումն է, կոպտագույն, այն ինչ տակ իրենք ստորագրել են, այն ինչ նախարարի հրամանով 23 թվականից կիրառվում է դպրոցներում, որ դու տնօրեններին հարցնես, իրենք կասեն, վայ, մեր ուսուցիչները բոլորը դրանք տիրապետում են, իդեալական են եւ այլն, չկա նման բան, պարզապես չկա։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Եվ արտարոց մի պատմության մասին, որ բժիշկների ջանքերով ավարտվել է ոչ թե ողբերգությամբ, այլ հակառակը նոր մարդու ծնունդով, փոքրիկը դեռ լույս աշխարհ չեկած փրկել է մորը։ Ես ուղղակի մտածում էի, որ չգիտեմ, երևի չենք փրկվի, որտեղ բավականին մեծ վնասվածք է ստացել։ 2450 գրամ 48 սանտիմետր։ Հրաշքն այսքան է կշռում, անունն էլ Մարին է, ծովերի դուստր, բայց ոչ թե ծովային փոթորիկները, այլ երևանյան ուժգին քամին էր այս անհավանական պատմության պատճառը։ 23-ամյա հղիկինը այդ օրը մայիսի 11-ին դուրս էր եկել տղային բակից տուն բերելու, որ քամուց հանկարծ չվնասվի, երբ տանիքից թիթեղը պոկվել եւ հարվածել է ուղիղ որովայնին։ Մեր տան կտուրի ազբեստից թիթեղն էր։ Մեծ կտոր էր, բավականին մեծ կտոր պոկվեց ու եկավ հարվածեց փորիս ուղիղ։ Դրա հետևանքով պատրվածք ստացա, մեր տուն հյուրեր էին եկել այդ պահին,
բղավոցից դուրս եկան տնից ու միանգամից կանչեցինք հարևանին, որը մեքենա ուներ, իմ ամուսինը այդ ժամանակ տանը չէր, քաղաքում չէր։ Կանչեցինք հարևանին ու իր շնորհիվ, եթե շտապօգնությունը մենք շտապօգնության դիմեինք, հաստատ ես չէի փրկվի։ Աստծո շնորհիվ եւ մեր հրաշք բժիշկների շնորհիվ երեխան հիմա ֆակտ փրկված է ու փառք որ ամեն ինչ դեպի լավի է գնում։ Էրեբունի ծննդատանը 36 շաբաթական հղի Ռուզաննա Հարությունյանին ընդունել են որովայնի թափանցող վնասվածք պատրվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ։ Ընդամենը 7 րոպեում են բժիշկները պատրաստել կնոջը վիրահատության։ Փոքրիկ աղջնակը ճակատի ձախ շրջանում 5 սանտիմետր երկարությամբ խոր վնասվածքով է ծնվել։ Հիմա փոքրիկը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում է բուժում ստանում։ Այո, իմ բալիկը ինձ փրկել է։ Երեխան փրկել է մորը, թե մայրն է փրկել երեխային, համենայն դեպս երկուսն էլ վնասվածքը ստացել են, երկուսն էլ լավ են այսօր։ Բազմաթիվ հրաշքներ գործած բժիշկը Էրեբունու ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը այսօր խոստովանեց, իր կեսդարյա աշխատանքային կարիերայի ընթացքում նման գրքային պատմություն չի հանդիպել։ Այսպիսի դեպք արդեն 45 տարին լրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք։ Հերթապահ բժիշկներ Նարա Ադամյանն ու Անահիտ Անանյանն են այդ 7 րոպեում արագ կողմնորոշվել ու փաստացի հրաշքը հենց նրանց ձեռքով է լույս աշխարհ եկել։ Հղիկի նկար ու նման վնասվածքով ու որ նշում էր այդ հատվածից պտղաջրերի արտահոսքից, դա մի քիչ մեզ բնականաբար ստիպեց, որ ավելի արագ կողմնորոշվել, ճիշտ որոշում կայացնել, չհապաղել, որի արդյունքում մենք ունենք առողջ մայրիկ եւ երեխա։ Դեպքը ոնց տեղի էր ունեցել, նույնությամբ ինքը հենց միանգամից պատմել է մեզ, ի շնորհիվ դրան որը մեզ իրենք չեն հապաղել։ Մայր ու դուստր հանդիպումը դեռ չի կայացել։ Ռուզաննան դեռ միայն նկարներով է տեսել դստրիկին։ Մայրիկին ու Մարինեին տանը 2 ավագ եղբայրներն են սպասում։ Բժիշկները հավաստիացնում են, շուտով ընտանիքը կմիավորվի։ Ծննդատան տնօրենն էլ շտապում է մեկ այլ բարի լուրով կիսվել։ Կունենա 100%-ով այդ աղջիկը երեխա։ Մտածում եմ, որ այսքանով կսահմանափակվեմ, բայց ժամանակը կարող է փոխի մեր պլանները։ Այսքանը իսկ օրվա մյուս լուրերը Ազատության էջերում սոցիալական ցանցերում եւ մեր կայքում azatutun.am հասցեով։ Կհանդիպենք։